Կերամ ամարացիի ամեն մինոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Եվ քո որոշումն է ամրը, չեմ տեսնում քեզ իմ քարյակում։ Շատ ասպասելի որոշում և իմավորենք հուզում կա, բնականաբար չեմ անցել դրա համար, թեթևացել եմ ահագին, չգիտեմ, ելույթից գոհ եմ, մի քիչ թեթևաներ կար, որ պետք չէր անել։ Ճիշտն ասած, 80-20 հարաբերականով էր իմ մոտ, որտով տղաներից յուրաքանչյուրն էլ լավն է, արժանի աթոռներին։ Իմ քարյակում ես չեմ տեսնում ձեզ։ Որոշման հետ համաձայն եմ լրիվ, արժանի ելույթ ունեցա քարյակում մտնելու համար, չարդարացրեցի ինձ։ Գարիկի կարծիքի հետ չեմ համաձայնվի և կտեսնեմ քեզ իմ քարյակում։ Եթե տղաների խումբը լինեին իմը, ես անպայման կընտրեի Վարդանին։
Կարող ես նստել այնտեղ։ Ապրես, շնորհավոր։ Եվ քո որոշումն է, Անդրե։ Կարող ես նստել։ Որական կողմս Լորձ է, որական կողմս Ղարաբաղից։ Չէ, ասում Вообще, Չէ, բայց պապաց Երևանցի է, պապայից պապին է Ղարաբաղից։ Այդ կապ չունի։ Կարևորը Ղարաբաղցի։ Նա մորաց ինչ եմ ասում։ Չէ, Ղարաբաղ։ Ես պատրաստ եմ կրվել, ես պատրաստ եմ մաքրվել, ես պատրաստ եմ Այս պահի եւ այս րոպեի, այս վարկյանի համար, այո։ Յուրին քո քարյակում է թե ոչ։ Այո, դու իմ քարյակում ես։ Ում փոխարեն է Յուրան նստելու Աթորին Ռաֆայել Բադալանի փոխարեն Ռաֆայելի փոխարեն Ռաֆայել Սենց անսպասելի կայլասել օթի մեջ, բայց շատ լավ է, չեմ նեղվել, սաղամն ինչ լավ է, շատ լավ է։ Կերպն այդ ես։ Ճիշտ է։ Si de competitive filmai. Ti sentes și. Fel schate hectar. Ինքս գիտեմ, թե ես ինչից ինչ կարող եմ դարձնել։ Այդ իսկ պատճառով ես ասում եմ այո։ Ով է լքում քարյակը։ Քարյակը լքում է Հրաչ Սաֆարյան։ Մենք այս պայն հրաչին ենք բարձր ծափարում։ Հուսվածությունը կար, բայց ուրախ եմ, որ տեղը զիջեց Քերոպին։ Այսինքն այն ինչ որ Քերոպից իրանք կստանան, կոպիտ ասած, վստահ եմ, որ հաճելի համագործակցություն է լինելու։
դու իմ քարյակում ես։ Ծափարում է նա, վերջում է ծափարում։ Աթոռը լքում է Վարդանը։ Որ Խաչատրյան, կներես։ Ես լավ տպավորված եմ ելույթիցս, ինչպես միշտ հասկանում եմ, նախագիծը, կան կանոններ, կա որոշումներ, ու ոնց որ անցած անգամ Անդրեն չէր սխալվել չընտրելով, ուրեմն այս անգամ էլ մնացածի մեջ տեսավ ինչ-որ պոտենցիալ, դրա համար ինձ չընտրեց, ես իր թիմին անկեղծ մաղթում եմ հաղթանակ, թող իր զգացողությունները ճիշտ լինի, ինչ-որ մտածել է, որ պիտի անի իմ ընկերների հետ, ովքեր նստած են այնտեղ 4 աթոռին։ Շատ դժվար է որոշումը կայացնել, այդ իսկ պատճառով ես կուզենայի երկրորդ անգամ լսել այդ մասնակցին եւ Էդգարին, եւ դա քերոքն է։ Ահա։ Բոլորը սպասում են քո որոշմանը։ Դուք երկուսդ էլ իմ քարյակում եք։ Իմ քարյակը լքում է Վարդան Գալստյանը։ Շատ լարված պահեր, բայց ուրախ եմ իմ ընկերների համար, որովհետև նրանք արժանի էին։ Անդրե, ինչ պահեր ապրեցիք, եթե համարդեք նախորդ եթերաշրջանի հետ ապրումները նույնն էին, թե այլ էին։ Տարբեր էին իհարկե, բայց հուզմունքը նույնքան շատ էր, հատկապես սկզբում իհարկե չէի հասկանում ճիշտ որոշում եմ անում, սխալ որոշում եմ անում։ Առաջին երկու մասնակիցը առհասարակ անգամ չնստեցին եւ շատ խառն եմ եղել։ Իհարկե պատճառը այն է եղել, որ տրամադրված է այլ խմբի, բայց ես գոհ եմ հանդիսատեսի եւ հեռուստադիտողի քվեարկության համար եւ գոհ եմ իմ ընտրած քարյակից եւ վերջում էլ իհարկե երկու մասնակից պայքարեցին։ Ես հասկացա, որ նրանք երկուսն էլ պետք է լինեն իմ քարյակում։ В общем, էմոցիաները այնքան շատ որ էշման չեմ կրնաս։ Այդ բանի դու թե քերոքը ինչ մտքեր էին անցնում այսպես։ Հեշմում ոչ մի տիպի։ Ես հեշմեգի մեջ տարբերություն չեմ տնել, եթե ես չանցնեի, ոչինչ, մյուս անգամ կփորձեի։ Եթե ինքը չանցներ, ինչ ենք, ինքը մյուս անգամ կփորձեր։ В общем, չեմ կրա ինչ-որ բանը միսեմ, որովհետև սա շատ խառն է, էլի։ Շատ ուրախացա, որ տասնյակ անցա, բայց ուզեցա, որ ապացուցեմ, էլի։ Մենակ ինձ կարևոր չէր, որ ես այս փուլը կանցնեմ, թե չէ։ Ուղղակի լավ ներկայանայի։ Ինձ թվում է, եթե չանցնեի էլ, բավականին լավ ներկայացա, չգիտեմ, ուրախ կլինեի բոլոր մասնակիցների համար, ովքեր անցնեին, իմ ընկերներն էին, ես բոլորի համար ուրախ կլինեի։ Մինչ այս համերգը ամենամեծ ձեռքբերումը դա տղաներն էին, որ մտերմացանք։ Եթե առաջի ձեռքբերումները, երկրորդ ձեռքբերումն էր, որ շոուն արդեն ստացվեց, ճիշտ է, տխուր պարը շատ կային, որ բոլորն մեզ մտերիմ էին։ Ամեն մի տեղ զիջելը, մյուսին տեղ զիջելը մեր համար շատ բարդ էր եւ շատ դժվար ենք այդ ամեն ինչը տանում։ Ուսանք, որ այս քարյակով դեռ ասալիք կունենանք։ Ես չէի պատկերացնում, որ ես կանցնեմ, որովհետև ես շատ պատմում եմ։ Չգիտեմ կարող է հուզվելուց, որ ճիշտ ասեմ, երբ որ մինչ բեմ բարձրանալը, սիրտս պատացավ, չհասցրեցի դեղս խմել, բայց դե
շատ ուրախ եմ անցա, շատ տխուր եմ, որ տղաները չանցան, այն 6 հոգին, որովհետև ամեն մեկի հետ կապված էր։ Ամեն մեկը ոնց ասեմ, հենց մի յուրահատուկ ձևով, յուրահատուկ, ոնց ասեմ, իր այդ հատկությունով ինձ համար շատ հոգեհարազատ մարդ։ Հա, շատ ուրախ։ Ես երևի չգիտեմ, որ չանցնեի, չէի կարողանա մամայիս աչքերին նայել։ Չգիտեմ, որովհետև ես ուզում էի անցնել, ոնց ասեմ, խոսք եմ տվել, որ անցնելու եմ։ Այո, ես այս 4-ի հետ էլ պատկերացնում եմ իմ հաղթական քայլարշավ X Factor 4-ում եւ պետք է հաղթեմ։ Իմ մասնակի իհարկե, ես այստեղ եմ, որ հաղթեմ, ես առհասարակ եւ նման ուժեղ մասնակիցների հետ, որովհետեւ ամեն մեկը ունի իր առավելությունը, մեկը բեմական է, մյուսը իր ձայնային տվյալներով, մեկը իր անկեղծությամբ, մյուսը իր հոգով։ Ես ընտրել եմ տարբեր մասնակիցներ։ Շնորհակալ եմ, անչափ։